ժողովուրդը թողեք մենք եկանք ին բարիք Վերջին անգամ քաղաքաշինության նախարարության իրավաբանական բաժնի պատասխանատուն Գյումրիում հունիսի 22-ին էր եղել։ Եկել սովորականի նման մուշ երկու թաղամասում բնակարաններ ստացած գյումրեցիների պայմանագրերն են կնքել, որոնց հիման վրա նրանք մեկամսյա ժամկետում պետք է դիմեն կատաստրային մարմնին ու ստանան իրենց սեփականության վկայականը։ Մեկ ամիս առաջ բերված 35 պայմանագրից ընդամենը 23-ն է գտել հասցեատիրոջը։ Մյուսները մնացել են առանց պատասխանի ու կնիքի, բնակարան ստացած գյումրեցիները չեն արձագանքել նախարարության հրավերին ու չեն ներկայացել նոտարական գրասենյակ ամենատարբեր ու անհետեթ պատճառաբանություններով, ասում է քաղաքաշինության նախարարության իրավաբանական բաժնի պետ Խաչատուր Ղալթախչյանը։ Եվ եղել են դեպքեր, նույնիսկ որ բաշխված բնակարանը, որը դեռևս նախարարության սեփականությունն է, բաշխված բնակարանը չի տրվել, քանի որ պայմանագիր չի կնքվել, չեն եկել պայմանագիր կնքելու եւ այդ պարագայում բնակարանը մարդիկ զրկում են եւ բնակարանից եւ շահառու ճանաչվելու իրավունքից։ Նման խնդրի առաջ կանգնում են հիմնականում մեկ սենյականոց բնակարանի տիրոջ մահվան պատճառով։ Մի սենյականոց բնակարաններն են հիմնականում, ծեր տատիկներ, պապիկներ են, որոնք որ կամ չգիտեմ ինչ պատճառներով չեն գալիս, էլի, դա տարբեր պատճառներ են։ Հիմնականում իրավագիտակցության ինձ թվում է պակասն է։ Խաչատուր Ղալթախչյանն ասում է, մեկ խնդրի առաջել են կանգնած Գյումրիում, կապված պայմանագրերի կնքման համար նոտարական գրասենյակ քաղաքացիներին հրավիրելու հետ։ Չեն կարողանում ճշտել քաղաքացիներին, զանգում ենք հեռախոսահամարներով, այդ համարները չեն պատասխանում կամ եղել է դեպք նույնիսկ, որ ասում են այլևս մեզ չանհանգստացնեք։ Դա բացարձակ անհասկանալի է։ Կառավարությունը այս գործընթացը իրականացնելու համար համապատասխան ֆինանսավորում ամբողջությամբ կատարել է, մնում է գյումրեցիները գնան պայմանագրերը կնքեն, հետո էլ սեփականաշնորհեն իրենց բնակարանները, ընդ որում քաղաքացին սրա համար որևէ վճարում չի կատարելու։ Պատասխանատուն տեղեկացնում է, որ պայմանագրեր կկնքվեն միայն այն անձանց հետ, որոնց փաթեթները ամբողջությամբ ուսումնասիրված են եւ չկան ոչ վիճահարույց բացթողումներ, ոչ էլ փաստաթղթային անճշտություններ։ Սրանից զատ չեն կնքվի պայմանագրեր մուշ երկուսում բնակարան ստացած այն գյումրեցիների հետ, ովքեր տնակի հանձնման ակտ չեն ներկայացնի օրենքով սահմանված կարգով։ Առանց տնակի հանձնելու ոչ մի քաղաքացի բնակարան չի ստանա։ Պապիկը չի տեսնում, բայց նրա ներկայությունը պարտադիր է, հակառակ պարագայում պայմանագրի կնքում չի իրականացվի։ Պայմանագիրը բոլորի անունով, բոլորը պետք է ներկա լինեն կամ եթե ներկա չեն, ապա լիազորագրեր ներկայացնեն։ Բոլորը պետք է գան նոտարական գրասենյակ, բոլորը պետք է մասնակցեն եւ ստորագրեն։ Այսօր 22 պայմանագիր է բերվել Գյումրի տրանստերերին հրավիրել են համապատասխան գործողություն իրականացնելու համար։ 22 պայմանագրերը 60 պայմանագրերի մշակումից է գոյացել։ 60 պայմանագիրը это նայվել, փաստաթղթային փաթեթը նայվել եւ մեկը լիազորագիր չունի, մյուսը ընտանիքի անդամները այստեղ չեն, մյուսը ընտանիք ընդհանրապես բացակայում է քաղաքից։ Եթե այս տարվա հատկացումների շրջանակում չկնքվեն բոլոր պայմանագրերը, ապա գումարի մնացած մասը կփոխանցվի պետբյուջե հաջորդ տարի կրկին հատկացնելու համար։ Իսկ մինչ այդ շատերը դեռ դատական ատյաններում պետք է քննարկեն բնակարանի շահառու լինել չլինելու հարցը։ Ըստ պարոն Ղալթախչյանի հայտարարումների թիվը մեծ է եւ գնալով աճում է։ Արմենու Հիմնասյան, Անդրանիկ Բարբարյան, Ազդարար։